Արագածոտնի մարզի Կոշ գյուղի հյուսիսային կողմում է գտնվում Կոշի բերդից ու եկեղեցուց բաղկացած համալիրը։ Գյուղի հյուսիս-արևելքից ձորալանջին կանգուն է Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Կոշի բերդը գտնվում է Սարի կատարին։ Բերդը թվագրվում է 13-րդ դարով։ Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից պատրաստված խաչքար հուշարձան։ Խաչքարն ունի շուրջ 7 մետր բարձրություն։ Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցված է դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից, այն իրենից ներկայացնում է խաչաձև գմբեթավոր կառույց։ Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներ են։ Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։ Կոշի բերդը ունի ուղղանկյուն անկյուններ և կլոր աշտարակներ։ Բերդը կառուցված է քարի մեծ կտորներից։ Մուտքերը հյուսիսային և հարավային կողմերից են։ Գոյություն ունեն վաղ երկաթի դարաշրջանի բազմաթիվ հիշատակումներ, ինչպես նաև բազալտ քարից կառուցված բնակելի շենքերի ավերակներ։ Այս ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև լավ է պահպանվել նրա ամբողջականությունը։ Կոշի բերդը նաև անվանում են աղջկա բերդ։ Այդ անվան հետ կապված ժողովրդի մեջ կա մի ավանդություն։ Ասում են, թե Լենգ Թեմուրը իմանալով, որ այստեղ մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում է զինվորներին, որ բերեն իր մոտ։ 3 զինվորներ գալիս են և գողանում աղջկան։ Մի հովիվ, տեսնելով այդ, հետևում է նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնած են լինում, հովիվը սպանում է նրանց և աղջկան նորից հետ բերում ամրոց։ Կոշ գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1250 մետր բարձրության վրա։ Կոշ գյուղը հնում կոչել են Կվաշ և այն համարվել է մեծ հայքի Արարատ աշխարհի Արագածոտ ընկավառի գյուղերից։ Ըստ ավանդության, այստեղ է բնակվել բիբլիական Քանանի որդի Քուշը, որի անվան աղավաղումից առաջացել է Կվաշ անվանումը։